Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Գրիմ եղբայրների տիկին Ձնաբուքը։ Սկսեցինք։ Մի այրիկին երկու աղջիկ ուներ, մեկը հարազատ, մյուսը խորթ։ Խորթ աղջիկը սիրուն էր ու աշխատասեր, իսկ հարազատը տգեղ էր ու ծույլ։ Մայրը միայն իր հարազատ աղջկան էր սիրում, իսկ խորթ աղջկան ամբողջ օրը աշխատեցնում էր ու հալածում։ Խեղճ աղջիկն ամբողջ օրը ջրհորի մոտ նստած իլիկ էր պտտում, այնքան է աշխատում, որ մատներից այրյուն է կաթում։ Մի օր էլ պատահաբար մատը դիպչում է, իլիկն այրյունոտվում է, կռանում է, որ ջրհորի մեջ լվանա, իլիկը ձեռքից սահում է ու ջուրն ընկնում։ Լաց լինելով վազում է խորթ մորը պատմում։ Խորթ մայրը բարկանում է, հանդիմանում աղջկան ու հետ ուղարկում։ Գնա, ասում է, ինչպես որ ջրհորն ես գցել, այնպես էլ հանիր։ Աղջիկը գալիս է ջրհորի մոտ նստում ու լաց լինում։ Կռանում է, որ իլիկը ջրից հանի, գլխի վայր ջրհորն է ընկնում։ Ուշքի է գալիս, տեսնում հայտնվել է մի հրաշալի մարգագետնում։ Արահետով գնում է, տեսնում է մի փուռ, մեջը լիքը հաց, ու հացերը կանչում են։ Սիրուն աղջիկ, հանիր մեզ, խնդրում ենք, թե չէ կվառվենք, մուր կդառնանք։ Աղջիկը թիակը վերցնում է ու հացերը փռից հանում, խոտերի մեջ շարում։ Առաջ է գնում, տեսնում է մի ծառ, վրան լիքը խնձոր։ Ծառը խնդրում է. աղջիկ ջան, աղջիկ, թափ տուր ինձ, խնդրում եմ, ճյուղերս ծանրությունից կոտրվում են։ Աղջիկը ծառը թափ է տալիս, խնձորները հավաքում է մի տեղ ու շարունակում ճանապարհը։ Գնում է, հասնում մի խրճիթի։ Այդ խրճիթում մի պառավ տատիկ էր ապրում։ Պառավն աղջկան ասում է. սիրուն աղջիկ, մնա ինձ մոտ, ինձ կօգնես, իմ տան գործերը կանես։ Պետք է անկողինս խնամքով բացես ու բարձս մի լավ թափ տաս, այնպես որ փետուրները թռչեն, այդ ժամանակ ձյուն կգա։ Դու մի ասա, դա տիկին Ձնաբուքն է լինում, որ ամբողջ աշխարհին ձյուն է բերում։ Պառավն այնպես սիրալիր է խոսում, որ աղջիկը համոզվում է և մնում է տիկին Ձնաբուքի մոտ։ Աղջիկն աշխատում էր միշտ գոհացնել պառավին, ամեն անգամ բարձրն այնպես ուժգին էր թափ տալիս, որ փետուրները ձյան փաթիլների պես թռչում էին չորս կողմը։ Այսպես աղջիկը որոշ ժամանակ ապրում է տիկին Ձնաբուքի տանը, բայց տխրում է, կարոտում էր հարազատ տանը, չնայած տիկին Ձնաբուքի մոտ իրեն 1000 անգամ ավելի լավ էր զգում։ Մի օր էլ պառավին խնդրում է. տատիկ, թույլ տուր գնամ, չնայած այստեղ ինձ համար շատ լավ է, բայց ուզում եմ գնալ մեր տուն։ Տիկին Ձնաբուքն ասում է. շատ լավ է, որ դու կարոտում ես ձեր տանը, և քանի որ դու ինձ շատ լավ ծառայեցիր, ես քեզ մի նվեր կանեմ։ Նա աղջկան տանում է դարպասի մոտ։ Երբ աղջիկն անցնում է դարպասի միջով, հանկարծ ոսկե անձրև է տեղում վրան։ Սա էլ քո նվերը, ասում է տիկին Ձնաբուքն ու աղջկան տալիս նաև իլիկը, որ ջրհորն էր ընկել։ Երբ դարպասը փակվում է, աղջիկը հայտնվում է խորթ մոր տան մոտ։ Ջրհորի եզրին նստած աքլորը նրան տեսնելով կանչում է. ծուղրուղու, մեր աղջիկը ոսկի հագած տուն եկավ։ Աղջիկը գնում է խորթ մոր մոտ և քանի որ ոտքից գլուխ ոսկով էր պատված, խորթ մայրն ու քույրը նրան շատ ջերմ են ընդունում։ Աղջիկը մեկ առ մեկ պատմում է իր հետ պատահածը։ Խորթ մայրը լսելով նրա պատմությունը, ցանկանում է, որ իր տգեղ ու ծույլ դուստրն էլ նման բախտի արժանանա։ Նա իր աղջկան տանում նստեցնում է ջրհորի մոտ, որ թել մանի։ Որպեսզի իր իլիկն էլ այրյունոտվի, աղջիկը մատը մտցնում է փշոտ թփի մեջ, ծակում, հետո իլիկը ջրհորն է գցում ու ինքն էլ հետևից ցած թռչում։ Նա էլ խորթ քրոջ նման հայտնվում է կանաչ մարգագետնում և նույն արահետով առաջ է գնում։ Հենց որ հասնում է փռին, հացերը ներսից կանչում են. հանիր մեզ, խնդրում ենք, թե չէ կվառվենք, մուր կդառնանք։ Այդ էր պակաս, որ զուր տեղը կեղտոտվեն, պատասխանում է ծույլ աղջիկը։ Մի քիչ էլ գնում է, հանդիպում է խնձորենուն։ Խնձորենին խնդրում է. աղջիկ ջան, աղջիկ, թափ տուր ինձ, խնդրում եմ, ճյուղերս ծանրությունից կոտրվում են։ Չէ մի, բա որ խնձորներդ գլխից թափվեն, պատասխանում է աղջիկը և շարունակում է ճանապարհը։ Հասնելով տիկին Ձնաբուքի խրճիթին, ծույլ աղջիկը ծառայության է մտնում նրա մոտ։
Առաջին օրը շատ լավ է աշխատում, խոնարհությամբ կատարում է տիկին ձնաբքի բոլոր հանձնարարությունները, բայց երկրորդ օրը սկսում է ալարել, երրորդ օրը ավելի, իսկ չորրորդ օրը անգամ չի ուզում տեղից վեր կենալ։ Նա ամեն օր չէր բացում տիկին ձնաբուքի անկողինը և բարձրն էլ այնպես թափ չէր տալիս, որ փետուրները պարեն ձյան փաթիլների պես։ Ի վերջո տիկին ձնաբուքը հոգնում է նրանից ու որոշում է նրան տուն ուղարկել։ Ծույլ աղջիկն ուրախանում է, կարծում է հիմա իր վրա էլ ոսկի անձրև կտեղա։ Տիկին ձնաբուքը նրան էլ է տանում դարպասի մոտ, բայց երբ աղջիկն անցնում էր դարպասի միջով, ոսկե անձրևի փոխարեն գլխին մի կաթսա կուպր է թափվում։ Սա էլ քո աշխատանքի վարձատրությունն է, ասում է տիկին ձնաբուքը և նրա հետևից փակում դարպասը։ Ծույլ աղջիկը տուն է վերադառնում ամբողջովին կուպրի մեջ կորած, սևացած, իսկ ջրհորի մոտ նստած աքլորը հենց որ տեսնում է նրան կանչում է. «Ծուղրուղու, մեր աղջիկը եկավ կուպրի մեջ կորած, ծուղրուղու», ու մինչև կյանքի վերջը այդպես կպրոտ էլ մնում է։ Ահա և վերջ, սիրելիներս, ահա թե ինչպիսի ավարտ են ունենում ծույլերը։ Եղեք աշխատասեր և բարի, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ, իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն։